Ես Միշա Արմենակի Մարգարյանն եմ։ Ծնվել եմ 1939 թվականին նոյեմբերի 7-ին քաղաք Երևանում։ Եվ ընդհանրապես բոլորը զարմանում են իմ տարիքս, որ ասում եմ մեկ-մեկ խաբում եմ, ասում եմ տարիքդ ինչ կանա, ասում եմ 68 եմ, 2 տարի հետո կլարանա 70-ս։ Ինձ էլ այդպես ասացիք։ Իսկ իրականում։ Իրականում 84 տարեկան եմ։ Ուրեմն երիտասարդ տարիների ընթացքում դե ամեն մեկս այն ժամանակ ծնողներս մի քիչ լավ վիճակի չէին, ինձ որոշեցին Տերյան եւ Թումանյանի անկյունը կարի արտել կար, այդ ժամանակ կոչվում էր կենցաղ սպասարկման կոմբինատներ։ Ընդունվեցի այդտեղ աշխատեցի, պարտադիր մի տարի պետքա ես այդ արհեստը սովորեմ, մի տարի էր ընտրված, բայց ես 6 ամսում կարողացա ինքնուրույն լրիվ տիրապետել այդ ամբողջ գաղտնիքը դերձակության։ Ընդհանրապես մեր տեղը այնպեսին էր, որ օպերայի եւ բալետի պարողները, երգիչները մեզ մոտ էին պատվիրում իրենց հագուստները։ Բոլորը շփվում էին, բոլորը ընթացքի մեջ էին, կարողանում էի իրենց հետ հաշտվել ամեն մի հարցով։ Ուրեմն եղավ մի դեպք, որ Հայ ֆիլհարմոնիան հայտարարեց մրցույթ երգիչների համար։ Ես էլ ինքնուս մեկ-մեկ ինձ համար երգում եմ, դե որ պարտնոյը դերձակ ավելի ճիշտ ասեմ, պարտնոյը մի քիչ սիրուն չի։ Ասում մի հատ էլ ես փորձեմ։ Դե արդեն ես ճանաչում էին, դիմեցի առաջի կոնկուրսը անցա, երկրորդին անցա, երրորդին կտրվեցի, ոնց ասեմ, եթե ես մի հատ միջնորդ ելներ ինձ ցույց տար ինչ անեմ, ոնց անեմ, կարող եմ ընդունվեի։ Դե սիրում էի, որ իրանք միշտ գնում են տարբեր երկրներ ման են գալիս, ասում եմ երազում եմ, ես էլ ընդունվեմ այդ անսամբլի մեջ, հետաքրքրելի, սիրում եմ այդ գործը, արվեստը սիրում եմ։ Վերջ անցավ մի ամիս, հետո օպերան հայտարարեց էլի երգչախմբի համար երգիչներ, առաջի հենց դուրից ինձ ընդունեցին, չգիտեմ։ Առանց ծանոթի, առանց որևէ բան, ես կրտը չունեմ երաժշտական։ Ձայնս բարիտոնայի արդեն գիտեմ, ու այդպես ընդունվեցի օպերայի պետական թատրոնը, մոտ 10 տարի համ դերձակություն էի անում, արդեն այդ արհեստը ինձ մոտ կար։ Գործից դուրս եկա, տունն էի անում մեծամասնություն այդ գործը, հետո առավոտյան փորձերը, երեկոյան նկարահանումները։ Այդպես ստացվեց մի անգամ արդեն ինձ լավ եմ զգում, ասպարեզը, դերասանները, ես շատ լավ եմ զգում, ուրախ էի, միշտ աշխուժ եմ եղել։ Նկարահանում կազմակերպեցին կինո, ուրեմն Մորգանի խնամին էին նկարահանում, արդեն ասում եմ 50 տարվա պատմություն եմ ասում։ Ժիրայր Ավետիսյան ռեժիսոր, եկան մեզ ինձ էլ ընտրեցին այդ երգչախմբով, որպես դերասան այդ ֆիլմում նկարահանվելու համար։ Դե սովորականի պես ոնց որ բոլորը, նենց էլ ես խնջույք էր։ Ես նստած եմ, ռեժիսորն ինձ ասեց, սիրուն մի հատ կին կար կողքս, ասեց ուշադիր կլես իր հանդեպ, գորասիր ես, ես էլ խաղող եմ, որ ասում, այդ կադրերը կա, մեկ-մեկ ցույց են տալիս։ Ու կապես պաշտպանվեց այդպես։ Սիրեցի այդ գործը։ Հետո որ դերձակությունս դե այնքան բան չէր էլի, գումարը շատ ցածր էր, օպերայի ժամանակ 60 ռուբլի փող էին տալի, չգիտեմ, այդ տարիներին այդքան էր։ Ուրեմն կոոպերատիվներ է ստեղծվել, ինձ մեր ընկերներից մեկը հրավիրեց, ասեց, գիտես ինչ կա, մի հատ կարի արտադրամաս կա, դու մասնագետ ես, մենք ուզում ենք, որ դու գաս, այդ գործը կազմակերպես։ Ուրեմն կենցաղ սպասարկման կոմբինատներ կային, դերձակներ էին, կոշկակարներ էին, այդ հիմնարկը ինձ այնտեղ կանչեցին եւ մի 100 հոգի աշխատող կին կար։ Ես կարողացա այդ գործը կազմակերպել, ուսուցեցի աշխատել, նորմալ, ամեն ինչը տեղին։ Հետո մի տեղից նորից ինձ ստացվեց ավելի լավ բարձր տեղ կար, այդտեղ ինձ հրավիրեցին, ասենց դու պետք է գաս։ Ասում եմ, ինչ նույն գործն է։ Դա էլ դոսավ կազմակերպություններ, չեմ ուզում երկարացնեմ, մոտորապես երկշախմբային ընկերությունում կար
այդպիսի կազմակերպություն, երկշախումբը առանձին ուներ, դոսավ կազմակերպությունն առանձին ուներ, ամենտեղ մասնակցել Այսինքն ամբողջ ձեր գործունեության ընթացքում դուք միշտ ակտիվորեն զբաղվել եք մի քանի ուղղությամբ, ճիշտ եմ հասկանում։ Այո, այդ հիմնական դերձակությունն եմ արել, այդ գործունեությունը լավ մասնագետ եմ, ես կարողանում եմ դերսևորել ինձ։ Դե ոչ բոլորին հաջողվում, ես չեմ ուզում գլուխ կողամ, թե ես ինչ եմ արել, բայց իմ ստեղծագործական միտքս այդ կարի մեջ ասպարեզում լավ կազմակերպել եմ։ Այսինքն չեմ թողել, որ թափոնները գնագորի, օգտագործել եմ, բարիք եմ ստեղծել եւ ես շահույթ եմ ունեցել դրանից։ Կառավոտը սկսվեց, օրը բացվեց, ուր եք գնում, ինչով եք զբաղված, աշխատում եք թե ոչ, որքան հաճախ են նկարահանումները, ինչպես է ձեր առօրյան անցնում։ Ասեմ, արդեն որ անցա թոշակի, արդեն 20 տարուց այլ է, ես թոշակ եմ, արդեն թոշակ եմ անցել։ Այնպես ստացվեց, որ ես էլ որ աշխատանք չունեի, երկիրը քարոքան եղավ, աշխատանք չկա, ես տանը մնամ ինչ անեմ, մի բան պետք է ստեղծեմ, մի բան պետք է մտածեմ։ Ասեմ պարզ առավոտյան արթնանում եմ, օղի եմ խմում։ Կներեք, չգիտեմ, կարելի է թե չի կարելի։ Չափն ասեք։ Ինձ ասում են դու հարբեցող ես, հա։ Քանակն ասեք։ Քանակը 50 գրամ առավոտյան։ Հարբեցող չեք։ Հայրս օրոմատիկ հայրս էլ էր տենց։ Ինքը սոված փորին մի բաժակ խմում էր, իրան լավ էր զգում։ Ոչ թե զորով եմ խմում ես, հաճույքով խմում եմ, հացս ուտում եմ նորմալ։ Դուրս եմ գալիս, եթե ազատ եմ ոչ մի տեղ չունեմ քնալու, մոտ 2 ժամ քայլում եմ։ Պարտադիր 2 ժամ քայլում եմ, մի 5 րոպե հանգստանում եմ, նորից եմ շարժվում, նորից եմ քայլում։ Հետո նես ստացվեց, որ ինքը այդ ծանոթացանք արդեն, այդ սիրում եմ այդ գործը, այդ դերասանական դե արդեն որ օպերայում աշխատել եմ, արդեն ես պրոֆեսիոնալ դերասան եմ եղել ժամանակին։ Ու ինքան ինձ մեծ օգուտ տվեց ինչ տեսակետով, դարա պրոֆեսիոնալ դերասան արդեն որ լուբիցել եմ իհարկե, դեն երկշախումբը այն չի, որ ասում եմ, գնում ենք նկարահանման, դե բոլոր դերասաններ շփվում ենք, բոլորն արդեն մեծամասնությամբ ռեժիսորները ճանաչում են, միտեղ կաֆեով նստած ենք, չգիտեմ ինչ արեթա իբր մեկի ծնոնդն է, մի փոքր գինով ցած